Սեպտեմբերյան համերգներ Լոռիում, Շիրակում, Սյունիքում, Կոտայքում, Արմավիրում եւ Արարատում։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ շարունակում է Ֆիլհարմոնիկը մարզերում ծրագիրը։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ մարզային համերգներին ելույթ է ունեցել նաեւ հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Կատարողական արվեստը հատկապես երաժշտական մասով, որ լեզվի խնդիր չունի, ինքը համաշխարհային է եւ պետք է այնպես արվի, որ մենք ինքներս համաշխարհային ընկալում ունենանք եւ հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունով չի սահմանափակվում, այլ ընդհանուր աշխարհի մակարդակով պետք է այնպես անենք, որ մենք լինենք առաջատարներից։ Համերգային ծրագրում Սիբելիուսի ջութակի կոնցերտն է, Վերդիի ճակատագրի ուժը օպերայի նախերգանքը, Հարությունյանի վալսը եւ հատվածներ Խաչատրյանի Գայանե բալետից։ Շիրակում եւ Սյունիքում վերջին անգամ ազգային ֆիլհարմոնիկն ու Սերգեյ Խաչատրյանը ելույթ էին ունեցել 2024 թվականի գարնանը։ Այս անգամ նվագախմբի 100-ամյա հոբելյանին դասական երաժշտության տոն են պարգևել մարզաբնակներին եւ մեր երկրի հյուրերին։ Ասած ամեն անգամ, երբ որ ես գալիս եմ, շատ մտերիմ եւ հարազատ զգացմունք է, ես գալիս եմ համ իմ հայրենիքա, իմ տունը, համ էլ իմ հայրենիքի կարելի ասել ֆիլհարմոնիկը, որ էլ մշակութային առումով իմ տունն է, շատ նոստալգիկ պահեր ենք ունեցել եւ ահագին ճանապարհ ենք անցել այդ առումով, միասին եւ միշտ ամեն անգամ գալ ստեղ եւ աշխատել ֆիլհարմոնիկի հետ եւ Էդվարդի հետ, դա իմ համար մեծ հաճույք է եւ ես հույսով եմ մի 100 տարի էլ պետք է տենց աշխատենք։ Կարևորելով մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը, ֆիլհարմոնիկը մարզերում ծրագիրն ունի իր ուրույն տեղը, ասում է մշակույթի փոխնախարարը։ Այն բարձրագույն արվեստը, որ մենք ցուցադրում ենք Փարիզում, այլ քաղաքներում, աշխարհի լավագույն հարթակներում, նույնությամբ եւ նույն արտիստներով մենք գնում ենք մարզեր։ Մեր սիրելի Սերգեյ Խաչատրյանը մեծ ցանկությամբ եւ եռանդով մարզերում նույն արվեստը, նույն բարձր որակը ներկայացրեց եւ ոչ միայն ներկայացրեց, այլ նաեւ վարպետաց դասերի միջոցով իր արվեստը փոխանցեց մեր երեխաներին։ Նախագծի հեղինակները փակագծերը չեն բացում, բայց խոստանում են 100-ամյա պատմություն ունեցող նվագախումբը շարունակելու է զարմացնել։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։